Տարօնականությունը, որպես գաղափարախոսություն և մշակութային հոսանք, ծնունդ է առնում տարոնի պատմական, մշակութային և հոգևոր ժառանգությունից։ Տարոնը պատմական հայկական տարածաշրջան է, որն ընդգրկում էր ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան տարածքները՝ Մուշ, Սասուն, Վանի լիճը և որոշ հետազոտողների կարծիքով նաև հարակից ավելի լայն տարածքներ։ Այս հոսանքը և գաղափարախոսությունը կապված է հայկական լեռնաշխարհի ինքնությունը պահպանելու և վերածնելու առաքելությանը։ Տարոնականությունը, որպես գաղափարախոսություն, ձևավորվել է պատմական անհրաժեշտությունից՝ պատասխանելու ազգային տարրերի խառնաշփոթի, օտարազգի նվաճումների, նվաճող ու գաղութարար մշակույթների ազդեցության հակադրությանը։ Այն դիտարկվում է որպես ձգտում վերականգնել ավանդական արժեքները՝ ամբողջացնելով հայրենիքի պատմությունը և ազգային ինքնությունը։ Ազգային ինքնության պահպանման կարևորություն։ Տարոնականությունը խորապես համոզված է, որ ազգի ինքնությունը պետք է պահպանվի և ամրապնդվի՝ պահպանելով իր լեզուն, մշակույթը, դավանանքը, ավանդույթները և պատմությունը։ Ապրելու իրավունքը մշակույթը պիտի պահպանվի, անգամ եթե դա նշանակում է դիմակայություն զրկանքներին ու նվաճումներին։ Տարոնականությունը ոգեշնչված է այս տեսակետից՝ վստահելով, որ ազգը հաղթում է միայն իր ինքնությունը պահպանելով։ Պատմական ու մշակութային ժառանգություն։ Տարոնականությունը շատ մեծ կարևորություն է տալիս հայոց պատմությանը, որտեղ հատկապես ծանոթ են տարոնի ռազմական պատմությունները։ Տարոնից ծագող բազմաթիվ հերոսներ՝ Սասունցի Դավիթ, Վարդան անց պատերազմում զոհված հայ հերոսները և Վարդան Մամիկոնյանը հանդես են գալիս որպես ազգային գաղափարախոսության խորհրդանիշներ։ Ահա թե ինչու տարոնականությունը հաճախ կապված է զինվորական ավանդույթների, հայրենասիրության ու զոհաբերության գաղափարների հետ։ Տարոնականության շրջանակում շատ կարևոր են նաև տարոնի կրոնական և փիլիսոփայական ավանդները, որոնք հիմնված են հայոց հնագույն հավատալիքների վրա, ինչպես օրինակ՝ բնության, արարչական ուժերի ու աստվածների հանդեպ երկրպագություն։ Մասնավորապես, այն ամրապնդում է տարոնի ավանդները, որպես վայր, որտեղ բնակվում էին քրիստոնեությունից առաջ գրեթե բոլոր կրոնական հոսանքները, բնիկ ժողովուրդներ, որոնք իրենց մշակույթը և հավատները պահպանել էին դարերի ընթացքում։ Պայքար ազգային արժանապատվության համար։ Տարոնականությունը ընդգծում է ազգային արժանապատվությունը՝ որպես պայքար ազգային ինքնության և փառքի համար։ Այստեղ մշակութային և քաղաքական պայքարը հաճախ համադրվում է ի նպաստ այնպիսի արժեքների, ինչպիսիք են արդարությունը, ազնվությունը, բարությունը, ազգային միասնությունը։ Պատմության ընթացքում տարոնը մշտապես դիմակայել է արտաքին և ներքին թշնամիներին՝ սկսած օտար նվաճողներից մինչև կրոնական ու քաղաքական անհամաձայնությունները։ Արիական տարրեր ու ցեղաքրոնություն։ Տարոնականության մեջ հաճախ կարող են հանդիպել ցեղաքրոնության տարրեր՝ կապված արիական գաղափարների հետ։ Արիականությունը կամ ցեղաքրոնությունն այստեղ նկատվում է որպես մաքրության և արժանապատվության պահպանում, որի համար անհրաժեշտ է վերարժևորել բնիկ հայ ժողովրդի ավանդույթներն ու մշակույթը։ Տարոնականությունը հիմնականում կենտրոնանում է ազգային ինքնությունը պահպանելու վրա՝ ուշադրություն դարձնելով պատմական արժեքներին, մշակութային ավանդներին և արիական ծագումներին։ Պատերազմի և խաղաղության կապը։ Տարոնականությունը նաև միտված է այնպիսի համակարգի ձևավորմանը, որտեղ կա խաղաղության պահպանումը, բայց դրա համար պետք է պատրաստ լինել նաև պատերազմին՝ ազգային ինքնությունը պաշտպանելու համար։ Տարոնականությունն ընդգծում է պայքարի անհրաժեշտությունը՝ չնայած հոգևոր արժեքների նկատմամբ բարձրագույն հավատի և հանդուրժողականության։ Համայնք ու համերաշխություն։ Տարոնականությունը մեծ նշանակություն է տալիս համայնքին, դիտելով այն որպես ազգային և մշակութային շենացման հիմնաքար։ Սա համարվում է միասնության և ուժեղ միության ձև՝ հատուկ ազգերի ու լեզուների պահպանման համար, հատկապես օտարազգի ներխուժումներից և ազդեցություններից։
հոգևոր և աշխարհիկ միավորումը։ Տարօրինականությունը տարբերել չի անում հոգևոր ու աշխարհիկ արժեքների միջև, տարբերություն չի դնում։ Այն համարում է, որ ազգային արժեքները պետք է լինեն միասնաբար, իր մշակույթով, կրոնով, պատմությամբ և ապրած փորձով։ Այս համադրվածությունը տարօրինականության հիմքն է, որտեղ մասնավորապես պետք է միավորվեն ազգի ուժեղ մասը, խաղաղ ու բարեխիղճ կյանքով և պահպանումը լավատեսությամբ ու նոր գաղափարներով։ Տարօրինականության տեսլականը խորն ու համապարփակ է։ Այն միտված է ազգի ներքին արժեքների ամրապնդմանը, համաձայն իր պատմության ու մշակույթի, և մեծապես կարևորում է բնիկ հայ ժողովրդի ինքնությունը, որպես մշակույթի պահպանման ու զարգացման ամենակարևոր հիմք։ Ինչպես տեսնում ես, տարօրինականությունը տարբերվում է այլ ազգայնական գաղափարներից, քանի որ այն ոչ միայն կենտրոնանում է ազգի պաշտպանության վրա, այլ նաև կարևորում է ազգային ժառանգության մշակութային ու հոգևոր հզորությունը։ Ո՞վ է ստեղծել դա։ Տարօրինականություն որպես գաղափարախոսություն չի կարելի վերագրել մեկ անհատի, քանի որ այն զարգացման մի պատմական և մշակութային ընթացքի արդյունք է, որը պատկանում է ամբողջ հայոց ժողովրդին և, մասնավորապես, տարօրինյան տարածաշրջանի բնակիչներին։ Այն ձևավորվել է տարբեր պատմական ժամանակներում, միավորելով մշակութային և ազգային արժեքները, որոնք հատուկ են տարոնի տարածաշրջանին։ Տարօրինականությունը ավելի շատ կամուրջ է անցած դարերի փորձի և ավանդույթների պահպանման միջև, քան մի կոնկրետ տեսության կամ գաղափարախոսության հիմնադիր։